Տիկե Վարդանյան, այսօր խոզարկություն տեղի ունեցավ Իշխան Սաղաթելյանի բնակարանում, նաև մեքենաներում, դուք այս ամենին ինչ գնահատական եք տալիս։ Նախ ծիծաղելի գործի շրջանակներում է տեղի ունեցել խոզարկությունը, կարծես առիթ է պետք տուն ներխուժելու, ինչ որ բաներ գտնելու, արդեն Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԴՀԿ ապօրինի պահանջ է, որ իրենք վիճարկում են դատարանում դա չկատարելու համար, եւ ինքն էլ առիթ ունեցավ մեկնաբանելու, ասելով, որ կարելի էր ավելի լուրջ գործերով հետապնդում գոնե կամ անհարմարություն պատճառել քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամին, իսկ սա չի կարող քաղաքական չլինել, չի կարող ուղղված չլինել կուսակցության դեմ, որովհետև Իշխան Սաղաթելյանը Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն է, ամենաուղիղ եւ առանցքային դերակատարություն ունի ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող բոլոր գործընթացներում եւ չի կարող սա ուղղակի լինել ինչ-որ մասնավոր անձնական թեմա, սա քաղաքական թեմա է, քաղաքական հետապնդման շրջանակներում նկատում եմ անհարմարություն պատճառելու, կաշկանդելու, տեղաշարժը սահմանափակելու, հարմար առիթով տուն ներխուժելու, ինչ-որ բաներ գտնելու, որովհետև առերևույթ այլ հանցանք չկա, ինչ-որ բաներ գտնելու, որոնց հիման վրա կարելի է ինչ-որ այլ գործեր հարուցել։ Սա է տեղի ունենում եւ ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ այս պրակտիկան ամբողջ ընդդիմադիր դաշտի նկատմամբ է տեղի ունենում ու զարմանալի կլիներ, որ դաշնակցությունը այս ամենից բացառություն լիներ։ Այս ամենի տեղի ունեցել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ, դաշնակցականներ կալանավորվել են այս օրերի ընթացքում եւ խոշոր հաշվով կանխատեսելի գործողություններ են, միայն ասենք, որ կրկին 100-րդ անգամ, բայց սա կարևոր է նշել, որ սա ինքնավստահ իշխանության պահվածք չէ։ Տիկին Վարդանյան, վերջին օրերին իշխանությունները ուզում են օրենքի նախագիծ ընդունել, որ այ քաղաքական ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանել, ընտրակաշառքով իրենց խոսքով ընտրակաշառքով ընտրվել են կամ ձայներ են հավաքել ազգային ժողովը, հաջորդ ընտրություններին դրանց թույլ չտան մասնակցել։ Սա ինչի մասին է խոսում։ Ես կոչ եմ անում ԿՊ-ին ավելի անկեղծ, ավելի ուղիղ լինել եւ միանգամից օրենքի նախագիծ բերել, որ Հայաստանում քաղաքական գործընթացներին, ընտրություններին կարող է մասնակցել միայն ԿՊ-ն եւ Հայաստանի վարչապետ կարող է լինել Նիկոլ Փաշինյանը։ Դա շատ ավելի ուղիղ կլինի, շատ ավելի ճշմարիտ կլինի, այս ռևերանսները մի քիչ բան են, էլի, թաքցնում են նպատակը, ինչ վերաբերում է կաշառք տվողին, բաժանողին ամենամեծ կաշառք տվողը իրենք են, ուրեմն իրենք պիտի չմասնակցեն, կաշառք տալը, վերցնելը ոչ ոք չի արդարացնում, բայց մեկնեք ովքեր են կաշառք տվել, ովքեր են պետական ռեսուրսները գործածել, բարեգործական նպատակներով ծրագրեր ովքեր են իրականացրել, ԿՊ-ի բոլոր հայտարարությունները 8 տարիներին ես չեմ հիշում իրենց հայտարարություն, որ ի վերջո դատական վճիռ ունեցավ։ Եթե իրենք նկատի ունեն, որ Սիվիկը պիտի հրապարակի, որ ինչ որ մեկը կաշառք է բաժանում, հետո այդ ուժին պետք է արգելեն մասնակցել, ասում եմ ավելի ուղիղ ճանապարհ կա, թող միանգամից բերեն օրենքի նախագիծ, որ միայն ԿՊ-ն կարող է մասնակցել ընտրություններին, դա ավելի անկեղծ եւ իրենց մողումները արտահայտող կլինի։